Դեկտեմբերի 28-ին Սուրբ եւ անմահ պատարագ Գառնի Սուրբ Աստվածածին եկեղեցում։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավացի է, այո ժողովուրդ ջան, պատարագի ժամանակ իրավունք չունի հնչի Կտրիչ Ներսիսյանի անունը։ Որ արժանիքի համար պետք է իր անունը հնչի այդ պատարագների ժամանակ։ Այն որ մեր լիքը քաղաքացիներ ասում են լիքը եկեղեցիներում իր անունը հնչում է խի պետք է հնչի իր անունը պատարագի ժամանակ։ Ինչ է արել ինքը, որ իր անունը պետք է հնչի պատարագի ժամանակ։ Կաթողիկոսը պետք է վարի նենց ճիշտ հոգևոր կյանք, որ իր անունը այո արժանի լինի հնչել պատարագի ժամանակ։ Իսկ Կտրիչ Ներսիսյանի անունը առհասարակ պետք է չհնչի եկեղեցում։ Կտրիչ հեռացիր անցնցում, քո հեռանալը ժամանակի խնդիր է։ Ու ամենակարևոր դա արդեն դու ես գիտակցում, որ քո հեռանալը ժամանակի խնդիր է։ Ավելի լավ է դու քո կամքով հեռանաս, քան թե քեզ կարգալույծ անեն, որովհետև դա ավելի ամոթալի երևույթ է, քան քո կամքով հեռանալը։ Կեցե Հայաստանի Հանրապետությունը, կեցենք մենք, Նիկոլ վարչապետ, եւ Աստված պահապան լինի մեր ազգին։